Կուճակը եւ իմ ձայնը սկսում է ավելի բարձր հնչել։ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա Արթուր Խաչատրյանը եւ իմ հայտարարությունից հետո Արթուր Խաչատրյանը կմոտենա ամբիոնին, կսկսի խոսել։ Ես նրա մասին տեղեկություն չունեի, բայց զուտ պատճառահետևանքային կապը տեսա։ Ուրեղյան, քանի որ դուք տեղից ընդհատեցիք, ես ձեզ նկատողություն եմ հայտարարում, սա նույնպես պատճառահետևանքային կապ է։ Պատճառահետևանքային կապերին անդրադառնանք, դե եթե կան այսքան հանճարեղ իմաստուններ, ահավասիկ, վառ ներկայացիչ, հենա ինչի եք այս մարմինը պահում, փող եք ծախսում, մարդիկ գաղտնա լսում են, բյուջե, հենա նստեք իմաստուններով, վերլուծություն արեք էլի, բրծեք, ինչ ինֆորմացիա, ինչ ծառայություն, իմաստուններով նստեք որոշեք, այս մարդուն էլ ուղարկեք մարդու իրավունքները կպաշտպանի, մինչև այդ մարդու իրավունքներով եք զբաղվում, ողբալի իրավիճակա, պարոն Ալեքսանյան, ձեր հարցնի պատասխան ասեմ, եթե ձեր հանձնաժողովը 3 տարի ճգնելուց հետո երկներ եւ զեկույց ունենար, զեկույց չունի, որովհետև այդ թղթի տակ ընդամենը 4 հոգի ստորագրած 11 հոգու։ Հարգելի գործընկերներ, ուրեմն ասեք թող չնչատի, դուք զախողել եք 4 հոգի ստորագրություն կադրատա։ Իջեցրեք։ Լրություն, պարոն Ալեքսանյան։ Կադրատակ ընդամենը։ Պարոն Ալեքսանյան, լրեք մի հատ։ 4 հոգի։ 4 հոգով զախողել եք։ Պարոն Խաչատրյան, այս ամեն ինչը սկսեց նրանից հետո, երբ որ դուք բարձր տոնի մեջ սկսեցիք բղավել։ Մի բղավեք, հանգիստ տոնով ելույթ ունեցեք։ Որովհետև զախողված է այդ փաստաթուղթը։ Հիմա մյուս խնդիրը սահմանազատման հետ կապված, պարոն Ռուբինյան, այդ սարեր ձորերը, որ ասում են, մի խելոք մարդ է ասել արտասահմանում։ ՀՀԿ-ն էլ դա արձանագրել է ներակա նախագահության կողմից ուղեցույցում, թե ինչպես պետք է իրականացնել սահմանազատումը, որ եթե կան սարեր եւ ձորեր, այդ սարեր եւ ձորերի շրջանցելու խնդիր կա։ Բայց դեռ հարցս լրիվ ուրիշ է։ Սահմանազատման հետ կապված։ Ասում էինք պետք է լինի 75 թվի գենշտաբի քարտեզը։ Բա այդ ինչ եք փոխանակել իրար հետ։ Մյուսը սելայնակիցներ։ Ձեզ Նիկոլ Փաշինյանը ուղղակի շանտաժի է ենթարկում։ Ասում է ես չլինեմ, կլինի պատերազմ։ Այսինքն ինքը ներսում չունենալով լեգիտիմություն, հասկանալով իր գավիժող հեղինակության եւ աջակցության մակարդակը, ասում է ես չլինեմ, կլինի պատերազմ, այսինքն Ալիևը նստած ասում է ինչ ուզում ալնի, եթե հանկարծ փորձեք, իմ են եղբոր ու մեկ միասին մրցանակ ենք ստացել, իրան եթե չընտրեք, ես կռիվ կբերեմ։ Սելայնակիցներ, ձեզ խափում են, կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պարոն Խաչատրյան, ձեր խմբակցության սիլոգիզմը փչացել է։